որոշ ժամանակ կառուցված ավելի չկա։ Այստեղ հենց կառուցվել է ցիկլատրոնի եւ պետքավերի համար նախատեսված։ Հատված է հիմա ցիկլատրոնն է ստեղծել, ինքը հենց այս կազմակերպության մեջը եւ մենք հիմա այս բանի կազմակերպությունը ինչու ազգային կենտրոնն է, որը հիմա մեր ամիս առաջ միացրեցինք Ֆանարջյանի աղան գործակալության կենտրոնի կողմից մեր կազմակերպության Սա մեր նոր ձեռք բերված պետքավերն է։ Այսինքն եթե ինչ-որ պրոցես ասկսած, ճանապարհային խոսքով նորաբերությունների այսինքն դա նշանակում է, որ մենք որոշում ենք մի վիճակում ինչ-որևէ տեղով նույնիսկ մի քանի դեպքի կտակումը մենք կարող ենք էկրանի վրա տեսնել եւ Պետքավերն էլ այնտեղ մենք համավիճարի մասն ենք մեր ապահովության մեր բուժմանը 24 սեանսներ ներառել եւ այս հետազոտությունների 4 տեսակներ են։ Այդտեղ էլ մի մասը ամբողջական է փոխանցում, մի մասը համավիճար կապիտալացում։ Մենք ստա որտեղ բուժարանը Ազատ գերացակսը դա էլ կա անվաճառներ։ Այս պետսկանից վրա ստեղ կա մի հատ Երևումիում էլ կա, եւ մի հատ դիագնոստիկայի կենտրոնը, այստեղ հարաբերական դիագնոստիկայի կենտրոն։ Իսկ հարաբերությունը եկա պետսկան։ այստեղ բանվարչական կոլպոստոպիկ հետազոտությունն է, որը էլի կանանց արարողի քաղաքերի կանխարգելման ուղղված միջոցառում է։ Եվ սկրինինգային ծրագիր է, որի ընթացքում կանայք հետազոտվելով HPV վիրուսի հայտնաբերումով եւ կոլպոսկոպիկ հետազոտությամբ հնարավոր ամենասկզբնական փուլերում հայտնաբերել արտանետիկ քաղցկեղը եւ հետեւաբար ավելի արդյունավետ եւ ավելի քիչ ծախսատար բուժումով ապահովել կանանց առողջությունը։ Սա սոնոգրաֆիկ սարքավորումն է։ Սա նորագույն, լավագույն դասի սոնոգրաֆիկ սարքավորումներից մեկն է։ Երբ սկսել աշխատել։ Նոր հետազոտությունները Կծկակի քաղցկեղը, եթե ժամանակին հայտնաբերվի, 100% լավացության կարող ենք հասնել եւ կանանց կյանքի որակը եւ տևողությունը երկարեցնել, իսկ առանց մամոգրաֆիայի դա հնարավոր չի, որովհետեւ կան փոքր միկրոկարցինատների կոչում, որոնք օրինակ սոնոգրաֆիկ հնարավոր չի հայտնաբերել եւ այս սարքը թույլ է տալիս միլիմետրի հասնող փոփոխությունները նույնիսկ հայտնաբերել եւ արհեստական բանականությունը օգնում է նաեւ բժիշկին բաց չթողնել այդ ամենափոքր եւ մակրոդատը։ Ֆինանսական սխեմա կազմածալ, որ ինքը աշխատի ու ֆինանսապես առողջ է։ Այո։ Սա ցիկլատրոնի կառավարման սենյակն է, քանի որ ցիկլատրոնում աշխատանքի ժամանակ շատ մեծ ճառագայթ է լինում եւ մարդ չի կարող ունենալ այցելել, այստեղից հեռահար կառավարվում է ցիկլատրոնի աշխատանքը, սինթեզը հաջողությամբ իզոտոպի ստացումը եւ հաջողությամբ իրականացումը արդեն ավտոմատ կերպով ցիկլատրոնը։ Բայց արդեն քանի տարի է որ մենք իզոտոպ ենք ստանում, արդեն 20 թվականից, այո, կանոնավոր ձևով ստանում ենք։ Սկզբից մեկ ռադիոֆարմպրեպարատ էր, ETK կոչվածը, ներկայումս արդեն 4 ռադիոֆարմպրեպարատ ստանում ենք։ Նույն իզոտոպով։ Եթե նյութի սինթեզված պատրաստի վիճակում է, անպայման միջակայքաբաժին գալիս է լաբորատորիա, այստեղ ստուգվում է ռադիոքիմիական մաքրությունը, ստերիլությունը եւ այլն, դրանից հետո նոր ներարկվում է պացիենտին, երբ որ ուներում են որակի վերահսկման։ Այո, աչքերի բացումը։ Պարտադիր պայման։ Հիմա ֆիզիկա, քիմիայի լաբորատորիաներում լավակարոզ դպրոցներում դրված են։ Սա բուն արտադրական սենյակն է, որտեղ հենց ստացված իզոտոպից արդեն սինթեզվում են ռադիոֆարմ պրեպարատներ։ Սրանք երբ է ձեռք բերել։ Սրանք 2020 թվականին արդեն գործարկվել են։ Այստեղ մենք սինթեզում ենք ախտորոշման համար պետքական ռադիոֆարմ պրեպարատներ, իսկ մյուս լաբորատորիայում սինթեզելու ենք բուժման համար նախատեսված ռադիոակտիվ նյութեր։ Հիմա տեսեք ֆունդամենտալ պրոբլեմը ինչի մեջ է։ Հիմա երբ որ մենք սիրում ենք, չէ, նորմալ է։ Մենք ասում ենք, Հայաստանի հանրապետությունից եւ
ֆունդամենտալ խնդիրն է, որ տարածաշրջանային չկա առաջացել, որը մենք հիմա լցնում ենք, չի լցնում ջանքը։ Դա մենք այս ամեն ինչը որ ես ֆինանսական սխեմա պետք է դնել այդպես, որ ինքը ի վերջո եւ ֆիզիկական, բայց հիմա բարոյական մաշվածությունը ավելի վաղ է հասնում։ Երբ որ այդ կետը եկա, մենք պետք է դա փոխենք։ Հակառակ դեպքում մեկ էլ գալու է 30 տարի հետո ասել, բա գիտեք 2026 թվին Հայաստանը գիտեք բան է ունեցել։ Դա այդ սնափառության ռեժիմից պետք է դուրս գալ։ Իսկ որ եւ մենք ունեցել ենք ուժեղ մասնագետներ, ովքեր հիմա չգիտեն որտեղ են, Քլիվլենդում են կամ չորտեղ։ Այսինքն այդ ճեղքը պետք է դրա ֆինանսական սխեմաները պետք է գծվի, ինքը երբ որ եկավ հասավ բարոյական հիմիկվա սարքերը ֆիզիկական մաշվածության այլևս չեն հասնում, որովհետև իրենց բարոյական մաշվածությունը վրա է հասնելու շատ արագ եւ անսպասելի։ Եվ որպես մենք հետ չմնանք, պետք է այդ կետը մեր սցենարի մեջ լինի, որ մենք չենք ասում են հինը բան ենք անելու, այն հինը արդեն կարա դառնա ուսուցողական կամ ավելի պարզ խնդիրներով իմանալ ոնց որ ամենակարևորն է դա, որտեղ ստատիկ վիճակը հիմա չի աշխատում, գիտության մեջ է, ծառայությունների մեջ է ստատիկ վիճակ չկա, կամ դու առաջընթաց ես ապրում, կամ դեգրադացվում ես, հնարավոր չի նույն կետի վրա կամ բացառված բան։ Հետևաբար մենք անընդհատ պետք է մեր թվերը պետք է ցույց տան եւ հաճախորդների թվով, եւ գիտնականների թվով, եւ հետազոտությունների, եւ համագործակցությունների, եւ սարքերի ձեռքբերման, եւ ամսագրելու հոդվածների, եւ գիտական թեզերի, եւ գիտական կոչումների, եւ հայտնագործությունների եւ նորարարությունների։ Եթե դինամիկա չկա, դա մեզ համար լույս պետք է վառի, որ մենք ինչ-որ մի բան սխալենք, պետք է վերադառնանք եւ այդ խնդիրը լուծենք։ Եվ վերջո մեր հարգարժան մասնագետները, եթե Հայաստանում աշխատանք չունեցան, իրենք հաստատ աշխատանք կգտնեն Հայաստանից դուրս, բայց մեզ պետք է իրանց հետ դարձնեն իրանք հետ ընդգծում, որ Հայաստանում իրենց պատշաճ աշխատանք, որ իրենց պատշաճ կենսաբանական կապահովեն, մենք կարող ենք լուծել։ Ի վերջո մենք մոտ ենք նրան, որ փակ ենք ունեցել, որ երբ որ երեխեքը երազեն օլիգարխ դառնան։ Մենք ուզում ենք մեր երեխեքը երազեն գիտնական դառնան եւ այլն, բայց պետք է մենակ որ գիտնական լավ ասենք Հայաստանի Հանրապետություն։ Պետք է տեսնենք, որ հարգանք ունի եւ այն ոչ թե տեսական հարգանքը կա, բայց պետք է գործնական Վարչապետ, հիմա մենք ունենք Վանարջանի կենտրոնը, որը ըստ էության ամբողջ ցիկլով վերանորոգել ենք եւ ինքը առաջիկա մեր 5 տարվա ընթացքում դրիվ մեր ստանդարտներին համապատասխան կծառայի։ Ունենք Գյոլյանի անվան բժշկականության կենտրոնը, որը էլի հիմա շատ լավ պայմաններում է, բայց փոքր է, պարոն վարչապետ։ Մենք հոսքը նկատում ենք, որ արդեն մեր ենթակառուցվածքները չեն բավարարում։ Հիմա մենք ունենք նպատակ միավորել բժշկականության բոլոր ծառայությունները եւ արդեն ունենալ բարձրահարկ կոմպլեքսի շրջանակներում սկսած ախտորոշումից մինչև վերջին վերականգնողական եւ պալիատիվ բժշկական օգնության կոնսոլիդացված վայր։ Միջուկային բժշկության առումով Հայաստանը շատ կարևոր դեր ունի դաշնակցությանում։ Մեր երկիրը դարձնել միջուկային բժշկության խարսխան կենտրոն իրականում շատ ճիշտ գաղափար կլինի եւ բժշկական туриզմը հենց շատ կզարգանա այս կենտրոնի շուրջ։ Մենք կարողանանք մեր հարևան երկրներից սպասարկել են պացիենտին, ովքեր այնտեղ չեն կարող այդ սպասարկումները անցնել։ Ես զգացողություն ունեմ, որ եթե մենք մասնավոր լինենք օտարերկրյա ներդրման շատ գրավիչ նախագիծ կարող դառնա, հասունացնենք մինչև այդ կետը եւ ֆինանսական եւ այդ բաժնետիրական սխեման գծենք։ Ես համոզված եմ, որ շատ արագ կարող ենք ֆինանսավորել, շատ արագ։